Բարև ձեզ սիրելի բարեկամներ, ես ուրախ եմ ողջունել ձեզ իմ աստրոմագիա եւ թալիսմաններ անկրկնելի բացառիկ գերհզոր YouTube-յան ալիքում, որտեղ դուք կգտնեք ամենատարբեր հմայախոսություններ, արողակարգեր, ծիսակարգեր, հնարքներ, որոնք կօգնեն ձեզ հաղթահարել ցանկացած կենսական խնդիր եւ դժվարություն եւ ապրել ավելի բարեկեցիկ, երջանիկ եւ բարխտավոր կյանքով։ Սիրելի բարեկամներ, վաղուց չենք հանդիպել, բոլորիդ կարոտել եմ եւ ձեր բազմաթիվ խնդրանքներով, որտեւ անընդհատ դուք ինձ գրում եք եւ խնդրում եք ներկայացնել նոր հնարքներ եւ քանի որ այս փետրվարի 4-ից հետո սկսվեց այդ հրեղեն արնագույն ձիու տարին, որը հղի է զանազան բարդություններով եւ խոչընդոտներով եւ նամանավանդ արդեն իսկ փետրվարի 17-ից կայացավ ձիու տարվա լիարժեք, այսպես ասած, իրականության մեջ մուտքը, այսինքն լիարժեք իր իրավասությունների մեջ մտավ ձիու տարին եւ նամանավանդ որ լուսին այժմ աճողը, այսինքն ձիու տարվա առաջին աճող լուսինն է, բնականաբար ցանկալի է կատարել այն արողակարգերը եւ հմայախոսությունները, որոնք նպաստելու են բարեկեցության աճին, ձեր նյութական, այսպես ասած, բարգավաճմանը, ձեր կյանք դրական, պոզիտիվ զարգացումները ներգրավելուն։ Սա շատ կարևոր է, որովհետև այն բոլոր գործողությունները, այն բոլոր արարողակարգերը, որոնք դուք կկատարեք այս ընթացքում, այսինքն այս խավարումների միջանցքի մեջ, խոսքը գնում է 2026 թվականի փետրվարի 17-ից մինչև մարտի 3-ը ընկած ժամանակահատված, այսինքն ձիու տարվա առաջին աճող լուսնի ընթացքն է։ Այդ ամենը կլուսավորի ձեր կյանքը, դրական փոփոխություններ կբերի ձեր կյանք ամբողջ տարվա ընթացքում, պես որ շատ կարևոր է կատարել այն հմայախոսությունները, արողակարգերը, որոնք ես այժմ կներկայացնեմ։ Շտապեք անպայման կատարել, դիտեք այս վիդեոները սկզբից մինչև վերջ, որովհետև շատերը ինձ մշտապես հարցեր են ուղղում արողակարգերի հետ կապված։ Սիրելի բարեկամներ, որպեսզի ճշգրտորեն կատարեք արողակարգերը եւ ստանաք իսկապես արդյունք, այլ ոչ թե այսպես այնքան որ կատարեք եւ ոչ մի արդյունք չստանաք եւ հետո էլ ինձ գրեք, որ ոչ մի բան իմ մոտ չի ստացվում։ Պետք է սկզբից մինչև վերջ դիտել տեսանյութը, ոչ միայն լսել, այլ նաև դիտել անպայման, որովհետև ես այնպիսի մանրուքներ եմ ներկայացնում այս տեսանյութի ընթացքում, որոնք դուք այսպես ասած կարող է բաց թողնեք եւ պետք է ամբողջությամբ սկզբից մինչև վերջ դիտեք, որպեսզի կարողանաք ճշգրտորեն կատարել արողակարգերը։ Այլ ոչ թե ինձ մշտապես հարցեր ուղեք, անհասկանալի է եւ այլն, ես շատ մանրակրկտորեն եւ շատ հասկանալի եմ բացատրում եւ ներկայացնում առավել արդյունավետ եւ առավել պարզ հմայախոսություններ, արողակարգեր, որոնք հեշտ է կատարել, ես աշխատում եմ պարզ, այսպես ասած, հնարքները ձեզ ներկայացնել, որովհետև բարդ հնարքներ ես գիտեմ, որ դուք չեք կարողանա կատարել։ Մի քանի իհարկե բարդ այդպիսի արողակարգեր կան ալիքիս շրջանակներում, բայց աշխատում եմ ներկայացնել պարզերը, որպեսզի ցանկացած մարդ կարողանա կատարել եւ ստանալ հիանալի արդյունք, որի մասին իմ բազմաթիվ հետևորդներ գրում են մեկնաբանությունից, ամեն օր ստանում եմ այսպես հիացած արձագանքներ, որ կատարել են արողակարգերի հմայախոսությունները եւ ստացել են անսպասելի դրական արդյունքներ։ Եվ այսպես, սիրելի բարեկամներ,
աճող լուսնի ամբողջ ընթացքում խոսքը ոչ միայն 26 թվականի այս փետրվարի 17-ից մինչև մարտի 3 ընկած ժամանակահատվածի մասին է, խոսքը ցանկացած աճող լուսնի շրջանի մասին է, այսինքն նորալուսնից աճող լուսնից, այսինքն նորալուսնից 1 օր անցնում է փետրվարի 18-ից կոնկրետ 26 թվականի մինչև մարտի 3-ը կարող է կատարել այս արարողակարգը։ Եթե կդիտեք այս վիդեոն այլ ամիսներին եւ այլ տարիներին, պետք է նախ սկզբից իմանաք երբ է աճող լուսինը եւ այդ 14 օրերի ընթացքում կարող է կատարել այս հմահախոսությունը։ Միջալոց պարզ հմահախոսություն է, բայց շատ հզոր հմահախոսություն է։ Սա հզոր փողաբեր շշուկ է աճող լուսնի օրերին, որը ձեր կյանք կբերի ֆինանսական բարեկեցություն, նոր ֆինանսական հնարավորություններ, եկամուտների նոր աղբյուրներ կբացի ձեր առջև, նաև տալիս է անսպասելի եկամուտ, այսինքն այն աղբյուրից եկամուտ, որտեղից որ դուք չեք սպասում եւ անսպասելի, այսպես ասած, այդ գումարները հորդում են եւ մտնում են ձեր կյանք։ Շատ պարզ մահախոսություն է, սիրելի բարեկամներ, շատ պարզ փողաբեր շշուկ է, մաչելի է բոլորին։ Վերցնում եք այս շշուկը կատարելու համար 1 հատ մոմ, անհրաժեշտ է 1 հատ ցանկացած մոմ, կարող է լինել թե եկեղեցական, թե մեղրամոմ։ Մոմը վառում եք ձախ ձեռքով, ես որպեսի չակտիվացնեմ այս արարողակարգը, այս մոմից կվառեմ, ահա այսպես ձախ ձեռքով վառում եք մոմը եւ 7 անգամ արտաբերում այն հմահախոսությունը, այն փողաբեր շշուկը, որը ներկայացված կլինի այս վիդեոյի տակ առաջին մեկնաբանության եւ նկարագրության մեջ։ Այս շշուկի մեջ կլինեն փակագծեր, այնտեղ դուք կասեք ձեր անունը եւ պետք է ասեմ, որ ամեն մեկը ինքն իր համար է կատարում այս շշուկը։ Այնուհետև 7 անգամ ասելուց հետո թողնում եք մոմը այրվի մինչև վերջ եւ մոմի նախ ես ասեմ, որ ասելուց հետո, անմիջապես հետո, երբ 7 անգամ կրկնում եք, դա, այսպես ասած, ես չէ, անընդհատ չեմ շեշտում, բայց այժմ ուզում եմ շատ մանրակրկտորեն ձեզ ներկայացնել։ 7 անգամ ասեցիք եւ ինքներդ ձեր բառերով կրակի ուժին խնդրում եք ձեր կյանք բերել նյութական բարեկեցություն, այրել բոլոր այն խնդիրներն ու խոչընդոտները, որոնք առկա են ձեր բարեկեցության եւ ֆինանսական հաջողության ճանապարհին, այրել այն բոլոր բացասական ազդեցությունները, թուղթ ու գրերը, կռատնիկները, որոնք առկա են ձեր ֆինանսական կանալի վրա եւ այնուհետեւ թողնում եք, որ մոմը այրվի մինչեւ վերջ։ Մոմը այրվեց, վերջացավ եւ հենց այդ նույն օրը, երբ որ դուք կատարում եք, հիշեցնեմ, այս ընթացքում դուք կարող եք կատարել արարողակարգը փետրվարի 18-ից մինչեւ մարտի 3 ընկած այդ ժամանակահատվածում։ Հենց այդ նույն օրը, որ կատարեցիք, որովհետև շատ ժամանակ ես ասում եմ նույն օրը դուք հաջորդ օրն եք անում դա, որը սխալ է, այսինքն դուք արդյունք չեք ստանա։ Հենց այդ նույն օրը տանում եք մոմի մնացորդները, ցանկացած մնացորդ կարող է լինել անգամ մեղրամոմի մի կաթիլ կամ պատրույքի մի այսքան փոքր կտոր, ահա դա տանում եք եւ դնում եք ցանկացած ծառի տակ, վրայից լցնելով շաքարավազ կամ քաղցրավենիք, ցանկացած քաղցրավենիք կարող եք լցնել այդ մոմի մնացորդների վրա։ Եվ վերջ, սիրելի բարեկամներ, այս գերհզոր փողաբեր շշուկը դուք կարող եք կատարել տարին 4 անգամ ընդամենը, իսկ որովհետև իսկապես գերհզոր է, ամեն ամիս կատարելու անհրաժեշտություն չկա։ Ահա այսքան է, սիրելի բարեկամներ, անպայման բաժանորդագրվեք Աստրոմագիա եւ Թալիսմաններ իմ YouTube-յան ալիքին, կիսվեք այս վիդեոներով սոցցանցերում եւ գրեք մեկնաբանություն, թե ինչպես են օգնում ձեզ իմ հմահախոսությունները եւ արարողակարգերը։ Ամենայն բարիք եմ ձեզ մաղթում, կհանդիպենք։